ես ինքս շատ սեմինարների մասնակցել եմ ու ասեմ ձեզ զուտ կազմակերպչական իմաստով ես խորհուրդ կտամ, որպեսզի սեմինարը էֆեկտիվ լինի, ավելի քիչ մարդ հավաքված լինի, որտեղ մեծ քանակի մարդիկ իրենք իրար տեսակետներն են ասում, հետո մի բաներ ասեմ ձեզ, եւ շատ կարևոր մոմենտ կա այստեղ։ Մարդիկ երբ որ շատ ընդգծված տեսակետ ունեն, այսինքն քաղաքական հայացքներ ունեն, բան, իմ փորձը նա ցույց տալիս, որ սեմինարների ժամանակ հիմնականում մարդը ուրիշին չի ուզում լսի։ Ինքը իրան տեսնում է որպես հարթակ, որպեսզի ինքը կարողանա մաքսիմալ իր տեսակետները ասի եւ մաքսիմալ շատ մարդկանց համոզի, որ ինքը ճիշտ է։ Հասկանում եք, դրա համար ես կարծում եմ, որպեսզի դուք ուզում եք էֆեկտիվ process գնա, ավելի քիչ մարդկանց հավաքեք եւ ավելի այնց տիպի մարդկանց հավաքեք, որոնք քիչ թե շատ կողմնորոշումների իմաստով ավելի մոտ են իրար, որպեսզի մազգավոր շտուրմի միջոցով դուք կարողանաք էֆեկտիվ արդյունքներ ստանալ։ Երբ որ դուք հավաքում եք տարբեր տիպի մարդկանց, ընդ որում ասենք մարդ, որ շատ տարբեր կարծիք հայացքների տեր մարդիկ են, այդ մարդիկ բնականաբար մեկի մյուսին 100%-ով չի համոզի, բայց ինքը որպես հարթակ կփորձի ասենք ինչ-որ բաներ ասել, մյուսը կասի, հետո կասի ես ժամանակ չունեմ, գնացի արդյունքում էֆեկտիվ բան, պրոդուկտ դուք չեք ստանա։ Բայց ես ձեր տեսնում եմ, որ ձեր ցանկությունը դուք իսկապես լրջորեն մտահոգված եք, որտեղ իսկապես այն ինչ որ կատարվում է, ես կարծում եմ մենակ աննորմալ է, չպետք է մտահոգվի, որովհետև շատ լուրջ process-ներ են գնում, եւ իսկապես ես ողջունում եմ ձեր այս մտադրությունը։ Ուղղակիորեն իմ խորհուրդը որ ասենք ոչ թե sense հերոս սեղան, այլ մի սեղան լինի, ասենք 10 հոգուց ավել որ լինում է, ինքը դառնում է կիսա հարսանիքային վիճակ եւ մեծ հաշվով իրար էֆեկտիվ չեն լսում եւ էֆեկտիվ քննարկումներ չեն գնում։ Երկրորդը ես օրինակ մի հատ տեսակետ ասեմ, որը ավելի էֆեկտիվ է դառնում, երբ որ ասենք դուք մի հատ թեմա եք առաջարկում, ասենք օրինակ ընդհանրենք Աստանա, հանձնարարեք, որ ինքը մի հատ դակլադով զեկույցով հանդես գա, պատրաստված մասնագիտական զեկույցով հանդես գա, եւ մյուսները այդ զեկույցը քննարկեն, դա ավելի էֆեկտիվ կտա։ Քան այստեղ, որտեղ կներեք ես մի հատ բան ասեմ, այստեղ այնքան սիրողական տեսակետներ լսեցի, որ ես օրինակ կարամ հասկանամ, որ զգալի մարդիկ կարող են հիասթափվեն, որտեղ ես հասկանում եմ, որ մարդը կարող է պետք է Աստանա լսի ռադիոից ու գալիս որ տեսակետ հայտնի, որը լավ չի, բայց երբ որ մասնագիտական եւ բանը դակլադով մարդը հանդես է գալիս եւ կոնկրետ փաստերով ներկայացնում է, այդ ներկայացված փաստերով քննարկելը ավելի էֆեկտիվ է տալի, օգտակար է դառնում, քան այսպես որ ամենը ինչ-որ մի տեսակետ հայտնի ու թողնի գնա։ Հասկանում եք, այս այդ իմ բանով ես տեսնում եմ, որ դուք իսկապես շատ մտահոգված եք եւ իսկապես ձեր մտահոգությունը գնահատելի է միանշանակ։ Սա իմ այսպես պրեամբուլան եմ ուզում ասեմ։ Երկրորդը Աստանայի հետ կապված, ես ասեմ ձեզ իսկապես հայ հասարակությունը մտահոգված է մի քանի պլաստերով։ Առաջին պլաստերն է, որ հայ ժողովուրդը լավ չի հասկանում, թե ընդհանրապես ինչ է կատարվում, որովհետև սովորաբար մարդիկ մտածում են, որ եթե մենք գնում ենք Եվրոասիական միություն, ինչի են մեզ այնտեղ նվաստացնում, չէ՞ որ մենք ենք գնում, այլ Ադրբեջանը չի գնում, Ադրբեջանը ոնց որ թե ավելի թշնամարական է տրամադրված, բայց իրանց ոնց որ արդեն ավելի բան է տանում։ Սա գալիս է ընդհանուր, ես դեռ միանշանակ համաձայն եմ, որ իսկապես մեր քաղաքագետներ առանձին կան, բայց քաղաքագիտություն հայկական գոյություն չունի, ցավոք սրտի եմ ասում սա, որովհետև եթե քաղաքագիտություն գոյություն ունենար, այդ քաղաքագետները միասնական որոշակի մթնոլորտ ձևավորեն եւ հանրությանը կարային հասկացնեին դա ինչա նշանակում, որովհետև իսկապես այսօրվա դրությամբ շատ վտանգավոր process է գնում եւ այդ վտանգավոր process-ը ամենախելոք թե իրենց թվացող մարդիկ չեն հասկանում, բայց ձեր նման մարդ, որը կինա, քաղաքացի եւ մտահոգված է, ինքը այդ մտահոգությունը օդի մեջ զգում է։ Ինչն է խնդրեմը։ Խնդրեմը կայանում նրանում, որ գնում է պայքար Ադրբեջանի համար։ Այսինքն մենք Ադրբեջանի հետ սառը պատերազմի մեջ ենք, արդեն 23 տարիների ընթացքում, ոնց որ խորհրդային միությունն ու Միացյալ Նահանգները ժամանակին պայքարում էին իրար դեմ, մենք այսօր Ադրբեջանի հետ պայքարի մեջ ենք։ Պայքարը դա ոչ միայն զենքով է, պայքարը նաև մեր մաս-մեդիայի մակարդակով է, դիվանագիտական մակարդակով է, զենքի մակարդակով է, բոլոր իմաստներով է։ Եվ փաստացի մենք արձանագրում ենք հետևյալը, որ այսօրվա դրությամբ արդեն Հայաստանի համար պայքար չի գնում ոչ մի կողմի համար, Ադրբեջանի համար է պայքար գնում։ Այսինքն ստացվել է այնց մեր դիվանագիտական մակարդակով մենք այնպիսի պրավալ ենք տվել, որի արդյունքում փաստորեն Ադրբեջանի համար, Ադրբեջանին շահելու, սիրաշահելու համար եւ ռուսներն են փորձում սիրաշահել Ադրբեջանին, եւ արևմուտքն է փորձում սիրաշահել Ադրբեջանին։
Այն տեսակետը, որ Ադրբեջանը ավելի պաշարներով հարուստ երկիր է, Հայաստանը աղքատ է, դրա համար տենց է, դա կեղծ կատեգորիա է, որովհետև ես կարող եմ արձանագրեմ, որ մինչև 2007 թվականը Հայաստանի պաշարները նույնն էին, Ադրբեջանի պաշարները էին նույնը, բայց այն ժամանակ պայքարը հիմնականում գնում էր Հայաստանի համար։ Ինչն է դրա պատճառը։ Պատճառը կայանում է նրանում, որ Հայաստանը կարողանում էր վարել բալանսավորված, միգուցե վատ հնչի, բայց կոմպլիմենտար քաղաքականություն, բալանսավորված, այսինքն մի հատ քաղաքականություն, որը ըստ որը ըստ էության ցույց չէ տալիս, որպեսզի մենք մեծ կշռով, ասենք, ինչ-որ մեկի հետ աշխատենք, հասկանում եք, սենց ձևակերպեմ, էլի, քաղաքականության մեջ կարելի է ունենալ ընդգծված պրոարևմտյան կամ պրոռուսական քաղաքականություն, այս քո շատ ինչ-որ վերադրում այդ պահիտությամբ, օրինակ Լեհաստանի շատ վերադրում է, որ նա խիստ պրոեվրոպական, պրոամերիկան քաղաքականություն, միանշանակ հասկանալի է, մեր ուրիշ բան չկա։ Ասում եք, Հայաստանի կամ Ադրբեջանի կամ այլ երկրների համար բավականին բարդ վիճակ է, որտեղ մեր աշխարհաքաղաքական վիճակը, մեր հարևան Թուրքիան, մեր հարևան Աղասիկ Յոնիկյան ասում էր, որ Հայաստանում բոլորը պրոռուսական ուժեր են, չէ՞։ Ես գիտեք, սենց ձևակերպումը, ասենք, դա գիտեք, ես չեմ ուզում կոպիտ ձևակերպել, բայց շատ պարզունակ ձևակերպում է։ Ոչ թե պրոռուսական են մեր ուժերը, ռեալիստական պատկերացումների մեջ են, որովհետև ի վերջո եթե դու դուրս ես գալիս Ռուսաստանի դեմ, դու ըստ էության դու այն մեջ կչունես, որ դու կարող ես դուրս գաս այնպես, ինչպես որ դուրս եկավ Լեհաստանը։ Ասենք նույն Աղասիկ Յոնիկյանի ընկերները Վրաստանում դուրս եկան Ռուսաստանի դեմ, որից կորցրեցին, ասենք, Աբխազիան, Հարավային Օսիան, բայց իրանք պետականությունը չկորցրեցին։ Հիմա Վրաստանը դրանից ինչ օգուտ ստացավ, թե շատ կորցրեց։ Ես ուզում եմ այդ հռետորական հանդիպումը ձեզ տամ։ Հայաստանի պարագայում մենք ոչ միայն Ղարաբաղը եւ Զանգեզուրը կկորցնենք, մենք Երևանը կկորցնենք։ Հասկանում եք։ Եվ դրա համար էլ Հայաստանում օբյեկտիվորեն այսպիսի վիճակ կա, այստեղ ոչ թե սաղ պրոռուսական ուժեր են, այլ սաղ ռեալիստական ուժեր են, բայց ուղղակի հասկանում են, որ այս վիճակը, որ վիճակի մեջ հայտնվել են, այս նվաստացած վիճակը, որը երբևիցե չի եղել մեր մոտ այսպիսի վիճակ։ Ասեմ դες իմանաք, որտեղ նույն Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կամ Ղարաբաղյան պատերազմից հետո մենք որ հաղթանակ էինք տանում, այս հաղթանակը մենք էինք տանում։ Ռուսները նույնիսկ մեզ խոչընդոտում են, որ մենք ավելի շատ տարածքներ գրավենք, դա բոլորը գիտեն։ Իհարկե ռուսները մեզ աջակցել են, բայց ինչ-որ Գարեգին Մերդենը ասում, աջակցում են դաշնակցի։ Այսինքն դու ուժեղ ես, դու պայքարում ես, քեզ կաջակցեն գնա պայքար, թե ով շատ աջակցի քեզ։ Եթե դու դառնում ես թույլ եւ անպաշտպան, քեզ բոլորը կուզենան գցեն, եւ կուզենան թե առաջինը գցեն, որպեսզի մյուսին կարողանան սիրաշահել։ Հասկանու եք, սա է խնդիրը։ Մենք կորցրեցինք այս պայմանությամբ, մենք կորցրել ենք այդ սիտուացիան։ Ինչ ենք կորցրել։ Շատ բարձ, ցավոք սրտի եմ ասում, որտեվ մեր երկրի ղեկավարությունը ապրում է կոմերսանտի հոգեբանությամբ։ Այսինքն մարդիկ պետական գիտակցությունը, ասենք, գիտեք, ես այս ձևակերպում կարամ տամ։ Առաջին նախագահներ, երկրորդ նախագահներ բազմաթիվ մինուսներ են ունեցել։ Պլյուսներ են ունեցել, մինուսներ են ունեցել։ Միանշանակ, այսինքն ես կարող եմ ձեզ բերեմ 10 մարդ, որ ասենք շատ դրական, 10 մարդ կբացեք եւ բոլորը ճիշտ կլինեն։ Բայց այսպիսի կոմերսանտի մտածողությամբ մարդ, որը իր համար ինքը այդքան աշխարհայացքային թույլ պատկերացումներ ունի, որը պետական քաղաքականություն դիվանագիտությունը սարքի շարքային կոմերսանտություն, սա նոնսենս է, որի արդյունքում ինչ կատարվեց, ես ուղղակի ձեզ նկարագրեմ, որ դուք պատկերացնեք, հա, ռուս վրացական պատերազմից անմիջապես հետո սկսվեց, այսպես ասած, արևելյան գործընկերության գործընթացը, դուք հիշում եք դա։ Արևելյան գործընկերությունը արտակոստիկը շատ հետաքրքիր քաղաքականություն էր, բայց իր նպատակը Ռուսաստանի կողքը բուֆերային զոնա սարքելն էր, որպեսզի Ռուսաստանի թույլ տա, որ Ռուսաստանը ապագայում կարողանար ինտեգրել այդ բուֆերային զոնա։ Բնականաբար այստեղ Ադրբեջանը շատ սառը քաղաքականություն էր տանում, որտեղ հասկանում էր ինքը պիտի չներվայնացնի Ռուսաստանին։ Հայաստանը ակտիվորեն մտավ այդ process-ի մեջ, իմ համար անհասկանալի, շատ ակտիվորեն, եւ ուզեցավ դուր գալ այնքան եվրոպացիներին, որը ես չգիտեմ թե այդ դուր գալը ինչից է, դա տգիտության եւ չգիտեմ ինչի արդյունք է, հասկանում եք, այդ տգիտության արդյունքի դուր գալու արդյունքում մենք ինչ կորուստներ ստացանք, որ դուք պատկերացնեք։ Առաջին կորուստ գազի պայմանագրի բանակցային գործընթացի մեջ ռուսները այնքան էին ներվայնացած, որ 300 միլիոն դոլարի, այսպես ասած, 150 միլիոն, 300 միլիոն դոլարի պարտ կուտակից են Հայաստանի վրա, ուրիշ բան, որ հայ ժողովուրդը դրա մասին չգիտեր, իշխանությունը նոր բացահայտեցին դա, բայց ռուսները դա արեցին, որովհետև իրանք տեսնում էին, որ Հայաստանը վազում է այնտեղ, իսկ Ադրբեջանը իրեն բավականին հավասարակշռված է պահում։ 2013 թվականի օգոստոսին այդ process-ի կուլմինացիան երևաց Պուտինի այցի ժամանակ Բաքու, երբ որ Ադրբեջանն հետ Ռուսաստանը կնքեց ավելի քան 4 միլիարդ դոլարի
ռազմատեխնիկական պայմանագրեր, որի արդյունքում Ադրբեջանը ձևավորում է ռազմաարդյունաբերական համալիր եւ հիմնականում այդ համալիրը աշխատելու է Ռուսաստանի հետ։ Ոչ մեկը չեք պատկերացնում դա ինչ է նշանակում։ Եվ ավելի քան $700 միլիոն ստրատեգիական մակարդակի զենք վաճառեց ինքը Ադրբեջանը։ Մի բան, որը երբեմիցե ինքը չէր անում, ինքը վաճառում էր տանկեր, ինքը վաճառում էր ասենք, չգիտեմ, ինքնաթիռներ, բայց ինքը ռեակտիվ հրթիռներ, որը մեր ռեգիոնին համապատասխան ակտիվ կարող է վտանգավոր դեր կատարի, ինքը այդպիսի բան չէր անում։ Ինչի այդպիսի բան ինքը արեց, որովհետև Հայաստանում այսօր Հայաստանի իշխանությունները իրենք պատկերացում չունեն ընդհանրապես դա ինչ է նշանակում Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնել կամ չգիտեմ ինչ անել։ Կարելի է Ռուսաստանին չսիրել, բայց ամենաշնորհակալությունը Ռուսաստանի ասենք արհամարել կամ փչացնել իր հետ հարաբերությունները։ Կարելի է այստեղ խոսել, ասել, որ դու սրա ագենտ ես կամ ագենտ ես, կարելի է սիրողական ես բաներ խոսել, բայց երբ որ դու գործնականում այդ երկրի հետ սկսում ես վատ թարացնել քո հարաբերությունները, դու կստանաս անես մի հատ բան, որ դու չես էլ պատկերացնում, հիմա Հայաստանը ստանում է սա։ Եվ Սերժ Սարգսյանի աբսուրդը կայանում է նրանում, որ այդ մարդը այդ Պուտինի այցից հետո արդեն, երբ որ իրան արդեն բացատրեցին, թե ինչ հետևանքներ ունենալու է Եվրոպական ասոցիացիան, ինքը արդեն շոկի մեջ ընկավ եւ սկսեց արդեն ռեֆլեքսիայի մեջ ընկավ ճիշտ ծայրահեղ հակառակ ուղղությունով գնալ, որը պետք է չէր դեռ ուղղությունը գնալ, հասկանում եք ի՞նչ է խնդիրը։ Ինքը մի ծայրահեղությունից անցավ բռի ուրիշ ծայրահեղություն։ Սա կարանի մենակ կամ կազինոյում խաղամոլը կամ կոմերսանտը, որը ստավկա է անում, ոչ մի հավասարակշռված լուրջ դիվանագետ մարդ այդպիսի քայլ չէր կարող իրան թույլ տալ։ Հիմա ես ասեմ, թե ինչ վտանգ է Իրանից ներկայացնում Հայաստանի այս կամ այն կողմնորոշումը։ Դի դա Եվրասիական միություն, թե արևմտյան այսպես կառույց։ Պարզ ձևակերպում, որ նույնիսկ կենցաղային մակարդակի բոլորիդ համար պարզ տեսանելի կլինի։ Դուք գիտեք, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված գնում է բանակցություններ։ Եվ բանակցությունները ձևավորված է Մինսկի խումբ, որ ունի 3 համանախագահ՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ Ռուսաստան։ Համաձայն եք։ Մենք ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղը ի վերջո անկախանա Ադրբեջանից, կամ միանա Հայաստանին, կամ լավագույն կամ էլ ասենք ինչ-որ ձևի չարասփոքրագույն անկախ լինի, չէ՞ ասենք։ Մենք մեր ցանկությունը դա է, համաձայն եք սրա հետ։ Հիմա մենք այդ ուզում ենք, որ դա հաստատեն 3 համանախագահներ, համաձայն եք սրա հետ։ Հիմա եթե մենք այս ներողություն այդ 3 համանախագահները հաստատելու լիազորություն ունեն։ Տեսեք, հիմա դա ուրիշ բան եմ ասում ձեզ։ Ես ասում եմ հետեւյալը, կա միջազգային խոշոր խաղացողներ եւ կա Հայաստանն եւ Ադրբեջան։ Դիցուկ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց հարցերը այնքան են լուծել, որ արդեն միջազգային խաղացողները արդեն իրանցից ահագին բան է կախված, իրենք ինչ պետք է անեն։ Դիցուկ եմ ասում ձեզ։ Հիմա շարունակեմ։ Եթե մենք գնում ենք դեպի Եվրասիական միություն, հասկանալի է, որ մեր մտքի մեջ նաև մենք ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղն է մտնի, չէ՞, Եվրասիական միություն։ Հասկանալի է, որ այդ ցանկությունը մեր եւ Լեռնային Ղարաբաղի մեր մասից դուր չի գա Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, չէ՞։ Ապա ինչի պետք է Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ուզենան, որ Լեռնային Ղարաբաղը անկախանա Ադրբեջանից, երբ որ Ադրբեջանը չի ուզում գնալ Եվրասիական միություն։ Հիմա մենք ուրիշ բան ասեմ ձեզ։ Մենք գնում ենք այսպես կոչված եվրոպական ուղղությամբ Եվրասիական ասոցիացիայի համաձայնագիր, չէ՞, ուզում սարքենք, կնքենք։ Ադրբեջանը չէր ուզում կնքել, չէ՞, այդ համաձայնագիրը, չէ՞։ Հիմա մի հատ հարց տամ ձեզ։ Բնականաբար, եթե մենք ուզում ենք գնանք դեպի Եվրոպա, մենք ուզում ենք Արուստան մեր հետ գար, այսինքն Ղարաբաղն մեր հետ գնար, չէ՞։ Հասկանալի է, որ Ռուսաստանը ներվայնանում էր անդադ ասում էր տղեկ դուք մեր ռազմավարական դաշտից դու մեզ գցում եք։ Ամբողջ ռուսական վերլուծական միտքը դա էր ասում։ Եվ Հայաստանում քար լռություն էր, քար։ Միակ չեմ ուզում թող ներեն ինձ բան, ես եզակի մարդկանցից մեկն եմ եղել, որ մտահոգությունս հայտնել եմ, ասել եմ, «Էս ինչ է կատարվում, այս ժողովուրդը մեռած ժողովուրդ է, որ ծպտուն չի անում դրա մասին»։ Նրանք ասում էին, ափսոս էր հայ ժողովուրդը, որ մեռնում է արդեն, տենց ուտվածներ էին գնում արդեն։ Ցավոք զարմանալի է, որ շատ մարդիկ դրա մասին չգիտեն, բայց ուրիշ հարց եմ տալի։ Եթե Հայաստանը գնում է դեպի Եվրոպական ասոցիացիայի համաձայնագիր ճանապարհով, հիմա Ղարաբաղը մեր պատկերացմամբ պետք է մեր հետ գա, համաձայն եք սրա հետ։ Հիմա ձեր կարծիքով Ռուսաստանին ինչ է շահավետ տնել, որ Ղարաբաղը մեր հետ գա, թե Ղարաբաղը մնար Ադրբեջանի հետ։ Իհարկե կմնար Ադրբեջանի հետ, չէ՞։ Այսինքն մեր ցանկացած որևէ ինտեգրացիոն process օբյեկտիվորեն դա մեզ վնաս է, որտեղ մենք Ղարաբաղի հարցով ուրիշին գրգռում ենք, այն մյուսին, որ մեզ դեմ է։ Համաձայն եք սրա հետ։ Եվ ճիշտ հակառակը Ադրբեջանը վարում է ճիշտ կոմպլիմենտար բալանսավորված քաղաք, այն ինչ որ մեր վարում էր մենք մինչև 2007 թվականը։ Ադրբեջանը ցավոք սրտի վարում է շատ գրագետ, շատ հաշվարկված արտաքին քաղաքականություն, մենք վարում ենք, կներեք, բայց ոնց ասեմ, խաղամոլի հոգեբանությամբ արտաքին քաղաքականություն, որի արդյունքում մենք մենք արևմուտքում վարկաբեկվեցինք որպես անլուրջ երկիր, իսկ Ռուսաստանը չափեց մեր վախերը։ Այսինքն Ռուսաստանը էդի գիտեք մոտարպես նման է, որ ես մեկինա մեկին կզսնեմ,
ինքը դառնա իմ տակ արդեն, եւ երբ ուզենամ իր գլխին խփեմ, ասեմ դե ուրեմն սենց է պետք է անես։ Հիմա մենք Ռուսաստանի տակ փաստորեն կզեցինք, կոպիտ ասած։ Հիմա Ռուսաստանը տեսնելով որ մենք արդեն կզել ենք, ինքը ըստ էության իր համար է զարմանալի այս process-ը, որտեղ ինքը չէր սպասում սենց բան մեր կողմից։ Հիմա ինքը փորձում է սիրաշահել Ադրբեջանին, Ինչ չէր սպասում, չէր սպասում որ Հայաստանը այս աստիճանի կարող է պատահի հնազանդվի, որովհետև Հայաստանը երբևիցե այսպիսի քաղաքականություն չի վարել։ Մենք եթե առաջին երկու նախագահների ժամանակ Հայաստանը պայմանական ասես կարելի ասել մենք ֆորպոստ էինք, մենք այսօր ճագար ենք դարձել արդեն, հասկանում եք։ Հիմա ես մի հարցադրում եմ ուզում տամ, պարզ չի որ ասենք եթե հիմա Ռուսաստանը տեսնում է որ մենք արդեն այսպես ասած արդեն հնազանդված ենք այս միության մեջ, ինքը ուզում է ամեն կերպ որ Ադրբեջանն մտցնի դրա մեջ, չէ՞։ Ադրբեջանի մտցնելու համար ինչ ա պետք։ Ինքը պետք է կարկանդակներ ներկայացնի։ Ո՞րն է այդ կարկանդակը։ Այսօր բացությամբ ես հենց այսօր արդեն Պուտինի օգնական Գլազևը արդեն պաշտոնապես հայտարարեց, որ այո, մեզ համար արդեն ինտեգրացիոն process-ի համար խանգարում է Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիրը։ Դրա պատճառով Ադրբեջանը չի կարող մտնել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ խնդիրը հաղթահարենք։ Հասկանու՞մ եք։ Եթե մենք չմտնենք այս տխրահարճակ Եվրասիական միությունը, այսպիսի խնդրը չի լինի, հասկանու՞մ եք։ Մենք մտանք հիմա տեսանք այդ մարդիկ ասում ապիցիտ приходит во время еды։ Այդ մարդիկ տեսան որ Ադրբեջանն է կարելի մտցնել, հասկանու՞մ եք։ Եթե մենք մեզ ավելի հավասարակշռված պահենք ինքնասիրարված չգնայինք ոչ դեպի Եվրոպա, ոչ բան, մեզ ասես ճշմարտների վրա չէին ազդի մեր վրա։ Մենք հիմա ունենք Ռուսաստանի քծողի կարգավիճակ։ Մենք տենց հոգեբան իրանք իհարկե վախենում են Ադրբեջան, որովհետև Ադրբեջանը հանգարց Ղարաբաղը վերցրեց, ինքը 5 րոպե կանանցի Թուրքիայի կողմը հարցը փակի։ Դրա շատ հասկանալի է։ Մի րոպե հասկանալի է, բայց հիմա ինքը հասկացել է առաջին անգամ բանը ռուսական վերլուծաբաններից մեկը հայտնի, ասենք որ այսօրվա Ռուսաստանի պրեզիդենտի շատ մոտ շրջապատից է բանով, ինքը առաջ ասեց շատ հետաքրքիր, ասեց հայերը այն միֆը իրանք ամենահավատարիմ դաշնակիցներ Ռուսաստանի, միֆը իրանք քանդեց իրենց ձեռքերով, հասկանում եք ինչ է խնդիրը։ Մենք մեր ձեռքերով մենք կործանեցինք այն միֆը, որով մենք ընդդեից ռեսուրսներ ենք ստանում բավականին շահավետ մեր տարբերակով։ Ինչի շատ պարզ պատճառով, որտեղ մենք չունենք պետական մտածողություն։ Մեր, ասենք, մենք, եթե մենք հանդուրժում ենք այսպիսի իշխանություն, որը կոմերսանտի հոգեբանությամբ իշխանություն է, բնականաբար այս կոմերսանտի հոգեբանությամբ իշխանությունը ինքը այլ պատկերացումներով է մտած շարժվում, ինքը այլ պատկերացումներ ունի։ Տեսեք հենց իր բոլոր նախաձեռնությունները, հայ-թուրքական նախաձեռնությունը պրավալը եղավ, հայ եվրոպական ասոցիացիվ բաները պրավալ եղավ, գազի հետ կապված բանակցությունները պրավալ գնացին, այս մարդիկ որևէ պետական լուրջ մակարդակի բանակցություններ, սա պրավալ են տալիս, որտեղ այս մարդիկ շատ լավ գիտեն, թե կուպի Պրադայի տարբերակով, ասինքն այս բենզինը քեզ սալարկանի այս պատկերացումները շատ լավ գիտեն, բայց միշտ պետական հարաբերությունների մեջ այս մարդիկ ոքի չէ անտեղյակ են, պատկերացրեք հիմա անտեղյակ մարդուն բերես դնես, ասենք օրինակ վարչապետ, չգիտեմ, բանը արտգործ նախարար կամ չգիտեմ տեղակալ, այդ մարդիկ տես մարդիկ են, հասկանում եք, եթե տես չի, ինչի ոչ մի արդյունք չկա, հասկանում եք, լավ մի հատ արդյունք, մի հատ արտաքին ոլորտի մի հատ դրական արդյունք ցույց տվեք, որ արձանագրված է, սաղ պրավալ է, հասկանում եք ինչ է խնդիրը, ես չեմ ուզում ասեմ ներքին Այնպես դրա համար, քանի որ մենք ենք հանդիսանում այսօրվա Հայաստանի հեղինակները, հայեր հավատացում են ձեզ, մտածենք, ինչ պատմության էջեր են գրում, որ ըստ մեզ վաղը կկարդա հայը։ Ինչ է կարդալու հպարտանալու համար։ Մինսկի խմբի հետ կապված իր մանդատի մեջ գրված է, եթե չեմ սխալվում չորրորդում, որ ինքը ընդհանրապես իր առաքելությունը Բուդապեշտում մատնացել։ Ուրեմն իր մանդատը ավարտվում է, երբ որ կողմերը գալիս են համաձայնության։ Ես մի բան ասեմ ձեզ, էլի որպեսզի չերկարացնեք, խնդիրը բաժանել է, ջրեպե, խնդիրը քաղաքական եւ իրավականի բաժանել։ Քանք իրավական մասն է, ինձ չի հետաքրքրում իրավական մասը։ Որտեվ սա խնդիրը ես քաղաքական մաս եմ։ Համարում եք, որ Ֆրանսիա, Ամերիկայի շահերը մշտապես համընկնում են։ Գիտեք, հիմա ես չեմ ուզում նստեմ ստեղ, վերցեմ թե Ուրեմն ասեմ ես, եթե մենք քննարկենք, որ Ֆրանսիայի, Ամերիկայի շահերը մեր դաշնակցությամբ չեն համընկնում, դա անի մասն է։ Ես ընդհանրապես բանավեճների ընդունակ չի, ես պարզապես թյուրիմբռնումը հետ չեմ ունում, այսինքն որ այդ թյուրիմբռնումը դուք որ միանշանակ ընդունում եք, որ սա սենց է, միանշանակ։ Ուրեմն ես ասեմ, ոչ միայն ես ասում եմ, այլ նաև գիտեմ։ Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների բոլոր եվրոպական երկրները Հայաստանի Հանրապետությունում գործում են մեկ կենտրոնից։ Բոլորը։ Ասեմ ձեզ, որտեղ եթե դուք ուզում եք իմանալ, ասեմ ձեզ, բոլոր այն մարդիկ, օրինակ ստեղել նստած մարդիկ կան։ Հա? Ինչ? Կենտրոնը որն է։
Հիմնական կոորդինացնում է Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Եթե ուզում են շատ խիստ հակառուսական մարդկանց խոսացնել, Ուզեք որ մենք ունենք արտաքին քաղաքականություն, այսինքն արտաքին նախարարություն, արտաքին գործերի նախարարություն մենք հաստատի չունենք այսօր։ այսինքն դա դրամանորություն է այդ։ Ես Ես մի հատ օրինակ բերեմ, որպեսզի դուք հասկանաք, թե Հայաստանում գործընթացները եւ տեսակետ ճկուն են, էլի, ասենք ամեն ինչ միանշանակ չի։ Գիտեք, հիմա ասես մի բան ասեմ, այն թեղը չի, որ մենք նստենք սենտիմետրերով զբաղվենք, ինչի եմ տենց ասում։ Միգուցե Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի շահերը չհամընկնեն, ասենք, Կորսիկայում կամ Մոնակոյում կամ չգիտեմ, բայց Հայաստանի Հանրապետությունից ես փաստ եմ ասում, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Լեհաստանի բոլոր դեսպանատները աշխատում են մեկ կենտրոնից։ Կոորդինացնում է Միացյալ Նահանգների դեսպանատունը, ամենառադիկալ հակառուսական գործողությունների համար ֆինանսավորում է Անգլիայի դեսպանատունը, բանը լեհերը, ասենք, զոնդաժ են անում, բաները բուլղարները ավելի, ասենք, չեզոք։ Այսինքն ուզում ասեմ, եթե դուք եկել եք հիմա ուրիշ բաներ ասելու անիմաստ է, դրսի համար աքսիոմ է։ Հիմա դուք եկել եք ուզում եք ասել Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները շուտ տարբեր շահեր ունեն, ասենք, ստեղ։ Չկա տենց բան։ Նախ հատուկ շնորհակալություն մեր հարգարժան նախագահողին բոլորիս այսպես համախմբելու մեկտեղելու համար։ Եվ բոլոր հնարավոր կոնցեպցիաներում եւ աշխատակարգում եւ հնարավոր փաստաթղթերում ներառել հիմնարար կետ։ Դա հետեւյալն է։ Քննարկվող հարցերինից դատելով օրակարգերից հարցերը բավականաչափ լուրջ են, մասնակիցներից եւ բոլորը պետք է ձեռնպահ մնան զգացմունքային մոտեցումներ ցուցաբերելուց։ Հենց այստեղից էլ ուզում էի բերել նրան, սա մի տեսակ միկրոպատկերներ են հարցերի, որոնք իրականում մեր օրակարգում կան։ Իսկապես մեր տիպի երկրի իր բոլոր խնդիրներով եւ այլնով հանդերձ չասեմ կործանումն է, երբեք էլ չենք կործանվի, բայց անկման ուղին է այս կամ այն երկրին որպես ռազմավարական գործընկեր, ինչ որ մեծ բարեկամ եւ այլն ունենալը։ Կապ չունի թե դա ով է։ Մենք պետք է առաջնորդվենք մեկ հիմնարար գաղափարով, նաեւ այլ հիմնարար գաղափարներով, բայց այստեղ մեկ հիմնարար գաղափարով։ Ինչ որ կա, սա է։ Ինչ որ կա, այս, չգիտեմ, 29741-ի կամ 40000-ի վրա է։ Ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն, երրորդի բացառման օրենքը։ Կլինի որևիցե արտաքին օժանդակություն, սիրով համեցեք, բայց ասել, որ ինչ որ մեկը մեր փոխարեն մեր հարցերն է լուծելու, դա բացառվում է։ Դա բացառվում է թե Ռուսաստանի դեպքում, թե ԱՄՆ-ի դեպքում, թե Չինաստանի դեպքում, թե Եվրոպայի, թե մյուսի։ Եվ ըստ այդմ շատ ճիշտ կլինի սա ամրագրել նաև օրենսդրական առումով եւ կարծում եմ ճիշտ կլինի որ դա լինի նաև որպես մեր վերջնական առաջարկ, իսկ շատ ավելի լավ, որ դա ներկայացվի նաև սահմանադրական հանձնաժողովին 2016-ի սահմանադրական հանրաքվեում ներառելու հետևյալ հստակ մոտեցումը. Հայաստանի Հանրապետությունը չեզոք պետություն է։ Այն երբևէ չի անդամակցում որևէ դաշինքների։ Յուրաքանչյուրի հետ աշխատում է այնքանով որ հարցակվեն, մենք էլ մեր հարցերը կլուծենք։ Գիտեք ինչ, մի պարզ բան կա։ Նախ, ինչից եք վստահ, որ վաղնևետ ինչ-որ մեկը մեզ վրա հարցակվելու է։ Ես դրա մեջ 99%-ով վստահ չեմ։ Բայց, մի րոպե, բայց ասում եմ հետևյալը, թույլ տվեք ապավտել։ Բայց ասում եմ հետևյալը։ Քանի որ նման հավանականություն երբեք բացառել չի կարելի, որ ցանկացած պահի կարող է գտնվել ինչ-որ որոշի հարցակվել, մենք բնականաբար պետք է ունենանք համապատասխան պատրաստության ծրագիր։ Աշխարհի ամենամիլիտարիզացված մեկ շնչի հաշվով երկրի անունը Շվեյցարիա է, որտեղ բոլորը անցնում են համապատասխան ռազմական պատրաստություն, որտեղ յուրաքանչյուր ոք յուրաքանչյուր տարի 3 շաբաթով բանակ է զորակոչվում, որտեղ բոլոր մարդիկ գիտեն, որ եթե վաղ անհրաժեշտությունը ծագի, իրենք 24 ժամվա ընթացքում կզբաղեցնեն իրենց տեղը համապատասխան դիրքում, որտեղ որ անհրաժեշտ է եւ որտեղ որ պլանավորված է։ Դու վստահ ես, որ դա կլինի մարտունակ բանակ։ Դա գերմարտունակ բանակ է։ Թե քանակական, թե որակական առումով։ Հիմա սա մեկ, երկրորդը։ Գուցե շատ տարօրինակ հնչի, բայց բոլոր տարբեր հվետորներ տարբեր կերպ ձևակերպեցին, որ այդ բոլոր աշխարհաքաղաքական ուժերը եւ այլները շահագրգռված չեն այս նույն Արցախի խնդիրը լուծելու հարցում, մեկը մյուսի դեմ է հանելու, մյուսը մյուսի դեմ է հանելու, եւ որ շատ հավասարակշռված քաղաքականություն վարում է Ադրբեջանը։ Իսկ ինչու ոչ
փորձենք գուցե հենց լեզու գտնել դեմ առ դեմ Ադրբեջանի հետ։ Ու ինչ չգիտեմ ինչու, չեմ ասում որ գերհիմնավորված մոտեցում է, բայց ինձ մոտ ներքին համոզում կա, որ մենք իրար հետ շատ ավելի շուտ կպայմանավորվենք, քան դրսի որևէ միջամտությամբ։ Չգիտեմ ինչ պայմաններով, բայց ինչ որ պայմաններով կպայմանավորվենք։ Ինչու։ Ինչի մասին պայմանավորվենք, Ղարաբաղն է ստանում։ Ես չասեցի այդպես։ Ինչի մասին պայմանավորվենք։ Լեզու գտնելու, թե ինչ պայմաններով հետո կպարզենք։ Կարող է կպարզենք, որ Ղարաբաղը ունենում է ինչ-որ հատուկ կարգավիճակ, որը ոչ այստեղ է, ոչ այնտեղ։ Կարող է պարզենք, որ ես չգիտեմ, լեզու ենք գտնում, սահմաններն ենք բացում, առևտուր ենք սկսում, 5-րդ ենք սկսում, 6-րդ ենք սկսում։ Կարող է պարզենք, որ մեզ իրենք սկսում են, չգիտեմ, նավթ կամ գազ մատակարարել։ Կարող է պարզենք, որ մենք ինչ-որ ուրիշ բանի ենք հասնում։ Կարող է պարզենք, որ իրենք էլ են չեզոքություն հրճակում։ Վերջում կպարզենք, որ իրանք մեզ շատ սիրում են ու հարգում։ Ոչ վաղանցյա Չէ, եկեք երազանքներով չտարվենք, այդ մի քիչ շատ կարող է։ Իրատեսականը հետևյալն է։ Դեմ առ դեմ լեզու գտնելը ավելի հեշտ է։ Հարևանը ռեցիդիվիստ է։ Դու գիտես, որ քո հարևանը 25 տարի առաջ քո հարևանը ռեցիդիվիստ չէր, ինչ արա։ Ոնց։ Այդ ոնց էին ասում, սեխը ադրբեջանցուց կառնես։ Ադրբեջանի իրականացրած ռեժիմը հայերի հանդեպ Ղարաբաղում եղել է թշնամական Որ խորհրդանիշ, թվին։ թե ոչ։ Հարցնենք։ Հարցնենք։ Ադրբեջանի կառավարությունը մեր կառավարությունից պետար ավելի վատթարագույն կարգավիճակում է իր համագարտակով, դրա համար նրանց հետ այսպիսի հարցեր, լուրջ հարցեր քննարկել, ինչ որ կար համաձայնության, այո, նրանք շատ լուրջ են, ինչքան որ մեր կառավարությունն է լուրջ քայլեր կատարում այս ուղղությամբ, այնքան էլ իրանք, նրանց մոտ բնազդն է առաջնային, բնազդով է շարժում ուժի կարգավիճակից, դրա համար նրանց հետ բանակցելը անիմաստ է։ Մարի Բարսելյան Խանջյան, գրող հրապարակախոս, խոսքով հայկին, որ անհանգստացած է իր երկրի այսօրվա եւ վաղվա, որովհետեւ մի այսպիսի դժմարտություն կա, որ կինն ավելի շուտ է վտանգ զգում, քան տղամարդը։ Տղամարդը միամտորեն իր ֆիզիկական ուժի վրա է հույսը դնում, ասում է, որ մոտենա մռութին կտամ, կամ դանակով կամ հրացանով, բայց կինը տարածության վրա զգում է եւ չի ուզում, որ մոտենա։ Հիմա այստեղ շատ ճիշտ խոսքեր։ Խելոք մարդիկ հավաքվել ենք բոլորին այսպես հեռուստատեսությամբ լսել եմ, հիմա լսում եմ եւ զգում եմ, որ այո, մեր հայի միտքը չի սնանկացել եւ չի ամլացել, այն որ պիտի իմի բերենք, հավաքվենք եւ դարձնենք մի ամբողջական կորից, դա փաստ է։ Հիմա ես էլ իմ մտորումներ ունեմ, ես էլ իմ վերլուծություններ ունեմ, ես էլ քաղաքական գործիչ չեմ, բայց իմ հրապարակախոսական հոդվածները այնքան մոտ են քաղաքական վերլուծություններին, որ շատերը կարծում են, թե ես քաղաքական վերլուծաբան եմ, բայց չէ։ Հիմա ես էլ եմ տեսնում, որ Ռուսաստանի ոտքերի տակ կրակ է վառվում, որ Ռուսաստանը կազմալուծվելու է դրանում ոչ մի խոսք։ Այսօր Ռուսաստանը մեկուսացվում է, դա էլ է երևում, բայց ինչքան դա արագ կլինի, մենք չգիտենք։ Սա է, բայց որ անկայուն բանը աշխարհում քաղաքական քարտեզն է եղել ու հիմա մեր աչքի առաջ մենք տեսնում ենք, որ իսկապես ամենաանկայունը քաղաքական քարտեզն է, թե ինչպես է ձևում եւ վերաձևում, սա էլ է փաստ։ Ինչ անենք մենք 19-րդ դարում օրինակ հայերս հայ քաղաքական մտքի կրողները, եթե իհարկե կային այդպիսիք շատ թե քիչ, Ռուսաստանը համարվում էր Եվրոպայի ժանդարմը, հայտնի բան է։ Հա, դե որպեսզի Ռուսաստանի արշավը դեպի Եվրոպա դադարեցվեր, Եվրոպան խելոք ձևով անդադ ռուս-թուրքական պատերազմներ էր հրահրում եւ դեմն առնում էր, այսպիսի բան կար։ Հիմա մենք միամտորեն գնում էինք Ռուսաստանի, այսինքն Եվրոպայի ժանդարմի կողմն էինք գնում, Եվրոպան էլ ասում էր, թե դու գնում ես իմ ժանդարմի կողմն ես անցնում։ Այսինքն մենք այդպես էլ չսովորեցինք քաղաքականություն։ Ինչ անենք այդ կշերքի նժարների վրա դիզբոն թե հռոմ, անընդհատ այդ երկուսյան մեջ ենք։ Հիմա մենք Խաչմերուկում կանգնած ժողովուրդ ենք, մարդը, եթե Խաչմերուկում կանգնած եք, այդ մարդուն չես կարող ասել, որ դու պիտի միայն մի ուղղությամբ գնաս։ Բա ինչ անի այդ մարդը, ինչ ես պարտադրում։
նա տեսնում է, որ կողմը կանաչ լույսը վառվեց, այդ կողմը նա կգնա, որտեղ իրեն օգուտ է։ Այ եթե մենք կարողանանք, այսքան խելոք տղաներ ունենք, այդքան խելոք մտքեր ունենք, քաղաքական վերլուծաբաններ կան, հատուկ կենտրոններ կան, եկեք հավաքենք, տեսնենք, որ պահին է մեզ հարմար գնալ աջ, որ պահին ձախ։ Օրինակ, եթե ինձ հարցնեին, ես հիմա իհարկե քաղաքական վիճակն էպես ավերեցին, որ դեպի արևելք Հայաստանը գնալ իր տնտեսական գործունեությամբ, նաև քաղաքական ում ձերքին տնտեսական լծակներ են, նրա ձերքին քաղաքական լծակներն են։ Հիմա մենք կարող ենք գնալ նաև արևելք։ Արևելքում մեր շուկան կարգավորեցին, եղբայր, թող ուրիշները մտածեն այս խաչմերուկի գալ եւ ասել, որ հայերի հետ մենք ընկերանանք, որտեղ ինքը խաչմերուկում է։ Մենք մեր խաչմերուկի հնարավորությունները թողել ենք, այսօր վրացիները դրոշ են ծածանում, ասելով, որ իրենք են խաչմերուկ, իրենք են տրանզիտ պետությունը։ Բայց ինչ արեցինք մենք, համե։ Բայց բարաբերը բացատրապես Փաստորեն այսպես է։ Հիմա ինչու մենք բաց թողեցինք, այստեղ վերլուծաբաններ կան, եկեք տեսնենք, որտեղ մենք բաց թողեցինք, այս մարդու ուղեղը չի աշխատում, ինքը չի ընկալում, պարզապես ինքը չի ընկալում նաև, որ մի բան, որ մարդը չգիտե, օրինակ պիտի կողքին գիծող բերի, եթե դու քո կողքին չես դնում նաև բանիմաց մեկին մասնագետին, և քո դատար գլուխն առնում ես, գնում ես, ներողություն այսպես պետք է լինի։ Հիմա Ղարաբաղի հարցը։ Ղարաբաղը առանց Հայաստան առանց Ղարաբաղի, Հայաստանը կորցնում է իր ամեն ինչ։ Միանշանակ։ Ղարաբաղը, ասեմ ձեզ, ինձանից խելոք եք դուք։ Ուրեմն ռուս-թուրքական, ռուս-պարսկական բոլոր այդ հարաբերություններով վերեցին հաստատեցին այնտեղ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին, որ Հայաստանի համար Ղարաբաղը, Արցախը, Սյունիքը եւ Նախիջևանը դարձան շախմատային խաղի բաներով օրենքներով ասեմ մատ 3 խաղով, քայլով այսպիսի մի իրավիճակի մեջ, որից երկուսը հոգուտ Ադրբեջանի էր, Նախիջևանը եւ Ղարաբաղը մնաց Ադրբեջանին, ի պատիվ Գարեգին Նժդեհի Սյունիքը մի կերպ հետ պահեց։ Հիմա 2-1 հոգուտ Հայաստանի է։ Հիմա Ղարաբաղը բանալի է, ում ձերքին եղավ Ղարաբաղը, նրա ձերքին է Նախիջևանի բանալին, նրա ձերքին է Կարսի բանալին եւ այլն։ Հիմա եթե մենք չենք մտածում, թե այդ ինչու է ատամներով բռնել այդ փոքրիկ Ռուսիա ասած մի օր ինձ մի ռուս դիվանագետ եւ զինվորակարծած из-за этого огорода. Ասացի для кого огород, для кого родина. Понятно, по сравнению России და огород. Հիմա այս մի բոստանի համար ամբողջ աշխարհը խառնվելու իրար եւ երկու թուրք պետություններ ատամներով մտել են մեջ եւ չեն ուզում հասկանալ։ Բա մենք չենք հասկանում սրա արժեքը, որ հենց այնպես թողային թուրավայր ինչ գիտենք։ Այս է, հիմա ասելիքս այն է, որ մենք պիտի մեր ուժերը, մեր հնարավորությունները, մեր միտքը կարողանանք հավաքել եւ կան խելոք տղաներ, կան խելոք մտածողներ եւ կանենք նույնպես, որ քաղաքականության մեջ են ուտել ուզած չուզած, որովհետեւ ես մի խոսք ունեմ, ներողություն տղաներ, ընկերներ ջան, եղբայրներ ջան, երբ որ տանը մի միջոցառում է լինում, ու այդ տունը թափված է լինում, չէ՞, այդ տունով է կարգվում։ Տղամարդիկ տունքում է, թափում է, այդ տունով է կարգի բերում, կինն է կարգի բերում։ Հիմա մենք ուզում ենք, որ, բայց ձեր այս աթորի ձերից բռնի, այս սեղանի ձերից բռնի, այս մի հատ հրի ում ենք ասում, մեր տղամարդկանց ուժը գործի ենք դրում, բայց պիտի իմի բերենք, իմանանք ոնց մեր երկիրը այս վիճակից դուրս բերենք, շնորհակալ եմ, իմ մտահոգ։ Շնորհակալություն, որ հրավիրել եք, ես մասնագիտությամբ կենսաբան եմ, աշխատում եմ Երևանի պետական համալսարանում։ Ես քաղաքագետ չեմ, բայց հետաքրքրվում եմ մեր երկրում կատարվող այն ամենով, ինչպես յուրաքանչյուր մտահոգ քաղաքացի, եւ իմ մասնագիտությունը ինձ օգնել է հասկանալու մի շատ կարևոր բան, որ պարոն եպիսկոպոսյանն էր խոսում եւ պարոն Խաչատրյանը կոնցեպտի մասին էին խոսում, որն է մեր կոնցեպտը, բոլորը խոսում են այդ կոնցեպտից, այսինքն գաղափարից, բայց ոչ մեկը կոնկրետ չի ասում դրա մասին, թե դա ինչ է եւ
Ես ուզում եմ իմ մասնագիտությամբ հիմնավորել դա, որ ազգը եւ երկիրը առանց ազգային գաղափարի չի կարող գոյություն ունենալ։ Ինչու՞։ Որովհետեւ ժողովուրդը եւ երկիրը եւ երկրագունդը ընդհանրապես կենդանի օրգանիզմ է, դա ես չեմ հայտնաբերել, դա դեռ անտիկ փիլիսոփաներն են, ամեն մեկը մի կերպ ասելով գալիս է այն գաղափարին, որ երկրագունդը կենդանի օրգանիզմ է, կենդանի օրգանիզմին բնորոշ բոլոր առանձնահատկություններով, գործում են այնտեղ ֆիզիոլոգիական այն բոլոր օրենքները, ինչ որ մարդու օրգանիզմում։ Ես ելնում եմ այդ գաղափարից եւ փորձում եմ հասկանալ մեր ազգի մասին, թե տարբեր ազգեր ինչ են անում, ես կխոսեմ իմ ազգի մասին։ Ուրեմն օրգանիզմում յուրաքանչյուր օրգան կատարում է իր որոշակի ֆունկցիան եւ այդ ֆունկցիան դրված է նրա մեջ որոշակի ինֆորմացիայի ձևով, մասնագիտական բաների մեջ չեմ ուզում։ Մարդկությունը ամբողջ որպես մի կենդանի օրգանիզմ կատարում է մի ֆունկցիա այս պահին, զարգացնել այս քաղաքակրթությունը։ Այդ գործընթացներում ամեն մի ազգ ունի իր անելիքը եւ ունի իր տեղը։ Եվ նրա հաջողությունը պատմության հոլովույթներում կախված է նրանից, թե նա որքանով է կատարում տիեզերական իր առաքելությունը։ Եվ այն, որ մենք հազարամյակներով եկել ենք, հասել ենք այսօրվան, խոսում է այն մասին, որ մենք իսկապես ունենք կարևոր առաքելություն։ Եվ շատ սխալ է, որ մենք անդադ փորձում ենք աշխարհին ապացուցել, որ մենք ավելի լավն ենք, կան մյուսները, որ մենք էս ենք մենք անում ենք այն, ինչ որ դրված է մեր գենոտիպում, մեր բոլոր բջիջներում։ Թուրքը անում են, ինչ որ իր մեջ է դրված։ Նրանք համար օրգանիզմում կան բազմաթիվ բջիջներ։ Ամեն մեկը կատարում է իր ֆունկցիան, իր ԴՆԹ-ում գտնվող ինֆորմացիային համապատասխան։ Ուղեղի բջիջը չի կարող սրտի ֆունկցիա կատարել, երիկամը չի կարող թոքերի ֆունկցիա կատարել, նրանց ամեն մեկի մեջ դրված է իր ինֆորմացիան։ Հայը չի կարող որոշել, ազգային ժողովը կամ նախագահը որոշի, որ մեր ֆունկցիան աշխարհը տիրելն է կամ գնալ սպանել ուրիշի նվերցնել, ոչ։ Մերը արարելն է, ստեղծելն է, ինչ գիտենք։ Պետք է նայենք պատմության հոլովույթում երբ է եղել մեր ոսկե դարը եւ ինչ էինք անում այդ ժամանակ, երբ որ մենք խաղաղ էինք ապրում եւ ոչ մեկը մեզ ձեռք չէր տալիս։ Հիմա ձեզ մի հատ ներողություն ընդհատեմ։ Փոքր, գիտեք, ժամանակները փոփոխվում են, պայմաններն են հետ են փոփոխում։ Ոսկե դարը եւ այսօրվա ժամանակաշրջանի, այսպես մի քիչ կենսաբանություն շատ վերկանգնած հասկացողություն է։ Ուրեմն այսօրվա պայմանները այս շատ ճիշտ արտահայտություն արեց, պարոն Խաչատրյան, այն ինչ ասեցի, հաստատ հատուկ ծառայությունների քաղաքակրթություն, դուք ասացիք։ Այդ ես չեմ ասել։ Դա հետաքրքիր արտահայտություն, քաղաքակրթություն, հատուկ ծառայությունների։ Ուրեմն մենք պետք է մնանք այսպես մեր առաքելության մեջ որպես արարող։ Ես ասեմ։ Ուրեմն այդտեղ հարմատական չէ, էլի, ազգային որևէ օրգանի ասել, որ ազգային գաղափարը չի փոխվում դարերի ընթացքում։ Չինաստանը 2500 տարի առաջ դեռ Կոնֆուցիուսի ստեղծած այդ գաղափարներով է առաջնորդվում եւ նրա հաջողությունները ակնհայտ են։ Եվ չինացին որտեղ էլ որ լինում է, նա այդ գաղափարներով է առաջնորդվում։ Փոխվում է միայն գաղափարախոսությունը տվյալ ժամանակահատվածի համար։ Ինչ է պահանջում այդ ժամանակը, չհեռանալով իր ազգային գաղափարից։ Այդ ճիշտ եք ասում, այո, որ ազգային գաղափար պետք է ունենա, պետությունը նպատակ պետք է ունենա։ Այո, հիմա մենք այս դաշտում պարտվում ենք, այն դաշտում պարտվում ենք, որովհետև չունենք այն փարոսը, որ դեպի ուր մենք պետք է գնանք։ Այսինքն չկա այդ գաղափարը, որ ժողովուրդը մոբիլիզացված գնում է այդ նպատակին եւ այս ճանապարհին հաղթահարում է այս կամ այն։ Գերագույն ազգային ժողովը մշակում է կոնցեպտ տվյալ ժամանակահատվածի համար, բայց գաղափարը մնում է նույնը։ Եվ Որն է այդ գաղափարը։ հիմա ես դա կարող են հավաքվել բոլոր բնագավառի մարդիկ,
պատմաբաններ, սոցիոլոգներ, հոգեբաններ, իրավաբաններ, էզոտերիկ գիտությամբ զբաղվող մարդիկ մտածեն, որն է մեր գաղափարը, որ դրված է մեր գենոտիպում։ Օրինակ Գարեգին Նժդեհը ինչ է ասում, երբ որ մտնում ես թշնամու գյուղը, դու նրա խաղաղ բնակչին մի սպանիր, չէ՞, այդպես է նա ասում։ Այսինքն չսպանելը մարդասիրությունն է դրված հայի մեջ, իսկ թուրքը կարող է քնածին սպանել եւ նրան դարձնել ազգային հերոս։ Մենք բոլորս աղաղակում ենք, որ Սաֆարովը դարձավ ազգային, դա նրանց գաղափարն է, որ դու սպանիր ուրիշին, որ դառնաս հերոս, եւ նրանք ունեն իրենց գաղափարախոսությունը, դպրոցում մտցրել են հայատյացության դասընթացներ, չէ, առաջի դասարանից նրանց սովորեցնում են, որ հայը քո թշնամին է։ Եվ ասեմ մի շատ կարևոր բան, դրսում շատ լավ հասկանում են ազգային գաղափարի ուժը, եւ բոլորովին իզուր չէր, որ հայտարարվեց ազգային գաղափարը դա կեղծ կատեգորիա է։ Չէ, գաղափարախոսությունն է կեղծ կատեգորիա։ Ուրեմն օրգանիզմում, երբ որ միտեղ բորբոքում է տեղի ունենում, բորբոքային process է գնում, օրգանիզմի իմունային համակարգը անմիջապես մոբիլիզացվում է, արտադրվում են հատուկ բջիջներ, որոնք կոչվում են կիլլերներ, եւ գնում են եւ ոչնչացնում են դա։ Դա օրգանիզմի մակարդակով։ Նույնը կատարվում է նաեւ ազգերի միջև։ Եթե ազգը չի կատարում իր ճշմարիտ ֆունկցիան, անպայման հայտնվում են այն կիլլերները, որոնք նրան պետք է հանեն, որտեղ նրա գոյությունը խանգարում է քաղաքակրթության զարգացման։ Այսինքն մենք պետք է մտածենք, մեզ որ անընդհատ այսպես են արել, որտեղ է մեր բաց թողումը։ Հիմա դուք ճշգրիտ ասեցիք կոմպլեմենտարիզմն ինչ բան է։ Որ Երևանը ասեց, այն տեսությունը ասենք, մի քիչ ուրիշ տեսություն է։ Էս է իրական կոմպլեմենտարիզմը։ Եվ ես դա 9 սպիտակուցներն են, որոնք ոչնչացնում են հիվանդացած բջիջը, իրանք ոչնչացնում են նաև ինֆորմացիա ուղարկողին եւ իրանց մեջ կապ ունեցողներին։ Բայց դա կարող անի մենակ գերտերությունը։ Եվ իզուր չէր, որ նրանք, որ Չէ, սենց ախր, դա այդ որ սենց ասում ենք, այդ տեսությունից ուղղակի որ բան խաբար չեք մարդիկ, դա այդպես հեշտ ասվում է, բայց իրականում դա 50-ական թվերի վերջերից այդ Պրինսթոնի համալսարանում ձևավորված տեսությունն է։ Այս նույն գաղափարների վրա միջոցով ամենակատարյալ համակարգը մարդկային օրգանիզմն է։ Հավաքական այդպիսի օրգանիզմ ստեղծելու դեպքում դուք ստանաս ամենաբարձր հատկանիշներով օժտված սոցիումը։ Բայց այդտեղ կա մի հատ մեծ բայց, որպեսզի այդ սպիտակուցներն լեն, պետք է իմունային համակարգ պետք է։ Ասենք օրինակ, եթե Ամերիկայի վրա ենք վերցնում, ամերիկացիված ընկերություններն են, ամերիկյան դեսպանատներն են, կրոնական կառույցներն են, ուրեմն ամերիկյան ուղղվածություն ունեցող հասարակական եւ այսպես կազմվում է, ասենք 9 տարբեր ուղղություն ունեցող կառույցներ, որոնք մեկ նպատակի ծառայելով, ասենք օրինակի համար Յուգոսլավիայում վերում հանգեցնում են կոնկրետ ինչ-որ արդյունքների, ոնց որ Յուգոսլավիայում մենք տեսանք։ Դա բազմապլան աշխատանք է, որի ռեսուրսը ունի միայն գերտերությունը։ Երբ որ մենք մեր վրա վերցնում ենք այդպիսի բան, որ մենք վարում ենք կոմպլեմենտար քաղաքականություն, վերջին հաշվով գալի հանգում ենք նրան, որ հավասարապես հեռացված ենք բոլորից, այդտեղ կանգնում է այն հարցը, թե Բուրկինա Ֆասոից ու Ամերիկայից ո՞նց ենք հավասար հեռացված։ Ախր իրանք չեն թողում, որ դու հեռանաս։ Այդ իրանք են քաշում կապցեն ուրկել։ Մաքսիմալ փորձենք էկոնոմիկի դիվիդենդները ստանանք, մաքսիմալ մինիմիզացնենք կախվածությունը, մաքսիմալ կարողանանք վերցնենք արևմուտքից այն ֆինանսական ռեսուրսները, որով կարողանանք կոմպենսացնել։ Այն ինչ որ արվում էր, քիչ թե շատ վատ թե լավ արվում էր։ Սենց ձևակերպել։ Դրա արվել է վաղ թե ուշ, եթե դու ուժի կենտրոն չես, իսկ այդ դեպքում դու ուժի կենտրոն չես, դրա արվել է վաղ թե ուշ մերում հանգեցնում է տարբերակների վերացման։ Այսինքն, երբ որ դու կախման մեջ ես տնտեսությամբ, Ռուսաստանը երբ որ փակեց քո գազը, ինքը դրա դիմաց պահանջում է այն ուզում է։ Էլ չի մտածում, թե դու ինչ ես ուզում։ Չի հարցնում։ Ինքը շատ հետաքրքիր մի հատ բան ունի, էլի, նոր ասում է, կներեք, էլի, այդ արտահայտությունը իհարկե էլի հիմա չի ես։ Ասում է, քոալենտրանքը ո՞ն է ինքն տրվել է։ Չէ, քոալենտրանքը այդ առումով դիլիվ այլ հարթություն ունի։ Դες չի։ Ինչով է ազգային գաղափարի կարևորությունը որպես օբյեկտիվ անհրաժեշտություն։ Երկրագունդը որպես կենդանի օրգանիզմ ունի նաև իր ուղերը, որի անունը նոոսֆերա է։ Դրա հեղինակը ռուս հայտնի գիտնական Վերնադսկին է, որի մասին շատ խոսում են։ Այնտեղ հավաքված է դա մթնոլորտի որոշակի շերտում էներգոինֆորմացիոն հզոր դաշտ է,
որտեղ կուտակված է մարդկության հոգևոր ամբողջ փորձը։ Այդ դաշտի գոյության մասին մեր մեծերը վաղուց գիտեին եւ ասում էին դրա անունը դնում են ազգային ոգի։ Եթե ազգային ոգին ուժեղ է, ինչպես Գարեգին նժդերն է ասում, նրան ոգին է կրում ազգերի ճակատագիրը։ Իսկ ինչպես կարող է ազգային ոգին ուժեղ լինել։ Այնտեղ ներկայացված մեր հավատով, մեր լեզվամտածողությամբ, մեր ազգային ավանդույթներով, ընդհանրապես մեր ազգային նկարագրով։ Եվ դա սկսում է ղեկավարել նույն ձևի ոգի էներգոինֆորմացիոն դաշտ գոյություն ունի ցանկացած ընտանիքում, այն ընտանիքում, որտեղ նրա հացը ուտվում է, մարդիկ դա զգում են, այն կոլեկտիվում, որտեղ համերաշխ է եւ գործերը լավ են ընթանում, այն երկիրը, որը բարգավաճում է եւ խնդիրներ չունի։ Հիմա ինչպես պետք է անել, որ այդ ուրեմն մեզ 15 դարեր շարունակ փորձել են մեզ ֆիզիկապես ոչնչացնել։ Չի հաջողվել դրանց։ Մենք ապրում ենք մինչև հիմա։ Հիմա որոշել են ոչնչացնել մեր էներգոինֆորմացիոն դաշտը։ Հենց որ նա ոչնչացրի, իմացեք 1 միլիարդ հանոց երկիր էլ ունենակ, դա կտարալուծվի, որտեղ այդ դաշտն է ղեկավարում մարդկանց։ Հիմա ինչ են անում, տեսել են, որ դա շատ հզոր էներգոինֆորմացիոն դաշտ է, քայքայում են դա, տարատեսակ աղանդներ ներմուծելով, տարատեսակ կլկլոցներով մտցնելով, որը խանգարում է նրա վիբրացիաները, ամեն մեկը ունի որոշակի վիբրացիա, ամեն մի երկիր ներկայացված է դեր։ Տարատեսակ միջոցառումներով, ոչ ազգային, պարերով, ամեն ինչով քայքայում են մեր ազգի ուղեղը։ Իսկ ինչ է նշանակում քայքայել ազգի ուղեղը։ Բոլորս գիտենք ինչ բան է սկլերոզը։ Մարդու ուղեղի բջիջները սկսում են քայքայվել, նրանց մեջ կապը խաթարվում է եւ մարդը կորցնում է իր ինքնությունը, չգիտի ինքը ով է։ Հարցնում է ես որտեղ եմ, տունս որտեղ ես, այն երեխան է, երեխան չէ, ես ծանոթ եմ այդ Ալցհեյմերի հիվանդությանը եւ գիտեմ։ Փաստորեն հիմա կատարվում է դա մեր ազգի հետ։ Հիմա ո՞րն է մեր խնդիրը։ Համախմբել եւ ժողովրդին տալ մի գաղափար, երբ որ բոլորը նույն գաղափարի շուրջն են մտածում ու աշխատում, դա հզորացնում է այդ դաշտը։ Մարդիկ ինչի են գնում այստեղից, որտեղ չկա այդ գաղափարը, որը նրանց համախմբում է։ Այդ գաղափարն է պետք, որի շուրջը համախմբվեն, եւ դրա մասին պետք է ասել մեր ղեկավարներին, գրել, ներկայացնել, որ եկեք մտածենք, տեսնենք որն է, եւ համոզված եղեք, քիլեր բջիջները երբ որ շատանում են այդ թարախային օջախի դեմ պայքարելու, առողջ բջիջներին նրանք ձեռ չեն տալիս, որոնք չեն շեղվել իրենց բորբոքում չկի, երբ որ մենք կկատարենք, գայլերը որ նույն ֆունկցիան կատարում են գայլերը էկոհամակարգում, այսինքն օրգանիզմ, էկոհամակարգ եւ մարդկություն։ Հոլոգրաֆիկ սկզբունքն է գործում այդ բոլոր տեղերում։ Հասկանալի, բայց վախացնող բաներ կա, համակենտրոնացման ճամբարներին չվերացվի, էլի։ Չի, ինչ համակենտրոն։ Ես մտահոգված եմ, դուք էլ գնահատել եք, որ ես մտահոգված եմ մեր հայրենիքի ապագայի համար, որովհետև ունեմ սերունդ, ունեմ բալիկներ, ունեմ թոռնիներ, ես իմ կյանքս ապրել եմ։ Ինչպես եմ ապրել, դա կարևոր չէ, արկասու լավ եմ ապրել ժամանակին։ Այսօրվա դրությամբ շատ վատ է մեր երիտասարդության ապագան։ Ասիկ ամբողջ խոսքեր չէ, ես հայցնում եմ ձեր ներողամտությունը, գուցե մի քիչ ծավալվիմ, բայց ստիպված եմ։ Իսկապես ես նպատակով եմ եկել այստեղ, ոչ պատահական։ Կոնկրետ հարցի վերաբերյալ Աստանայի։ Մեր կուսակցության ներկայացուցիչներից մեկը, եթե կարելի է անուններ չտամ, եթե պետք է կրնամ ներկայացնեմ։ Հա, Դաշնակցական կուսակցության պատգամավորներից մեկը ներկայացրեց, որ կավեն չեն խաղում, որ Սերժ Սարգսյանը միանգամից պատասխան տար այնտեղ։ Եղբայր, երբ որ Բելարուսիայի նախագահն է պատասխան տալիս, կավեն է խաղում։ Երբ որ հենց այդ նույն Նազարբայանը պատասխան է տալիս կամ կտրուկ ոչ հայամետ առաջարկություն է անում, կավեն է խաղում, հանգարց միսի համար դիք դարձավ կավեն։ Ես լրիվ բացասական եմ տրամադրված այդ քայլերին եւ այդ մեր չնդրված նախագահի լռությանը, ինքը չի կարող չլռել։ Ինքը լռում է, որովհետեւ ինքը կաշառված է։ Եթե իրան երակ սնուցող երակը փողի է վերածվել, դրամի է վերածվել, ինչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել, այն էլ արտաքին։ Եթե մենք այսօրվա դրությամբ առաջնահերթ խնդիր մեր ներքին քաղաքականությունը չենք կարող կառավարել, ղեկավարել, կարգավորել, բերել այն մագարտակին, ինչ որ այստեղ մարդիկ ելույթ ունեցան, հարգարժան կանայք ներկայացնել մեր ազգային գենը եւ այլն։ Մենք ինչպես կարող ենք միջազգային ասպարեզում ինչ որ քաղաքականություն ներկայացնել այդ պետությունների հետ։ Ոչ, հնարավոր չէ։
Իսկ ինչ մնում է Նազարբայևին, ես կոնկրետ սա զուտ իմ ազնական կարծիքս է, հիմա ինչ որ ասել եմ, զուտ իմ ազնական կարծիքս է, ես չեմ սիրում որ սա իրականացնել, ոչ էլ ընդհանրացնել։ Ես Նազարբայևին շատ քելով պատասխան կտայի։ Հարգելի պարոն, եթե դուք անհանգստացած եք Ալիևի գրգռվածությանը, դրա մեջ համար միջոցներ կա, կարող եք գնալ եւ այդ միջոցները իրար հետ օգտագործել։ Մեզնից հեռու մնացեք, մենք տեղ չունենք ձեզի հետ ստեղ, ոչ մի քայլ։ Մենք գնացինք, դուք մնացիք։ Դիգիմ զանազան կարծիքս։ Իսկ ինչ կմնա համագործակցելու խնդիրը։ Հարգելի ժողովուրդ, ես ձեր ցավը տանեմ, ես ձեզ ուղղակի խնդրեմ գա։ Իսկապես խնդրեմ գա սերտանց։ Այդ համագործակցելու խնդիրը ինձ շատ կանհանգստացել է դպրոցական տարիներից։ Ես համագործակցել եմ ազատամարտիկների հետ կներեք Անամեսյան համար։ Նստածություններ եմ մասնակցել։ Կարո ջան, հատկապես քեզնից իրավաբանություն եմ հայցում եղբայր։ Ես միշտ գլուխ եմ խորարել իրանց առաքելության առաջ, որ հայրենիքին պաշտպանի այրան կենով։ Եռաբլուրը վկա։ Համագործակցելու համար պետք չէ հակառակորդներ եւ թշնամիներ փնտրել։ Մեր հակառակորդներ ունենք այս պահին, թշնամիներ ունենք։ Եկեք իսկապես համագործակցենք, եթե ինչ որ հարցում էր, ինչ որ նախադասություն, ինչ որ բառեր մեկ չի համապատասխանում մեր մտածածին, ոչինչ, եկեք ներողամի դեղնենք մեկից մեկից նկատմամբ։ Ստեղ այսօր թեթև բան կատարվավ, ինձ դուրս չեկավ, ես զայրացա, ես չեմ հանդուրժ այդպես բան։ Ուրիշ պարագայում ուրիշ քայլեր կլինեին։ Բայց ես հանդուրժում եմ, ներում եմ այն պարզ պատճառը, որ իսկապես մտահոգված եմ, կուզեմ, որ ինչ որ բան իսկապես փոխվի։ Ինձ շատ միամիտ մարդու տեղ կդնեն, ես շարքային քաղաքացի եմ Հայաստանում։ Երբեք չեմ ուզեցել իմ անձս ներկայացնել, բայց այս հարցերով միշտ ստացվել է, որ ես ինձ կներկայացնեմ։ Ինձ նույնիսկ ոստիկանության բարձր պաշտոնյա աշխատակիցներից մեկը թե լավ շոումեն կգնեիր, ասի լսի ապուշ, եթե շոումեն եղնեի, դու հաստատ ինձ համար գոյություն չէիր ունենա, բայց այս պարագայում դու ինձ հաղթողի կարգավիճակում ես, որովհետև դուք կենտրոնացված եք, ուժ ունիք, զենք ունիք, ես չունիմ այդ զենքը կրելու ես պահեմ հնարավորություն, բայց չես վախենար, վաղը մյուս օր ես հանկարծ այդ զենքը կրելու հնարավորություն ունենամ, քեզ ուրիշ ձևի պատասխան տամ։ Դա էլ հարցի մյուս կողմն է։ Իսկ խնդրանքս իսկապես պատահական չէ, ես կուզեմ որ Հայաստանում գործենեն մարդիկ, ովքեր իսկապես անհանգստացած են հայրենիքի ճակատագրի համար, ոչ թե ուղղակի զերուցենք, այլ կոնկրետ քայլերի անցնենք։ Ես մի վերջում կսեմ ինչ քայլեր։ Վերջ չնդրված կառավարությունը զավթած պաշտոնը նախագահի պաշտոնով բացարձակ իրանք անտեղյակ են եւ քաղաքականությունից, եւ արտաքին, եւ ներքին, եւ սոցիալական վիճակի ժողովրդի երբեմն այդ հակ ներողություն Հայաստանի հանցագործների կուսակցություն ՀՀԿ ներկայացնում սպեցիֆիկ բաներ կներկայացնեն, որ նախագահին գուցե սխալ են ինֆորմացիան տվել, լավ չեն տեղեկացնել, բայց դրա համար ով դու բարձրացնել եք դրա համար, ով դիներ անհանգստանա, ով դի պատասխան տա դրա համար։ Այսինքն ծրիակերների բոմբալի հավաքված ընդեր եւ ոչ թե քաղաքական գործիչներ։ Քաղաքական գործիչը գիտեք ինչ պաշտոն չէ էլի, քաղաքական գործիչը դա մտածել գաղափար է պետք ունենալ դրա համար։ Այսինքն չլինի միայն գաղափարախոսություն առանց գաղափարի։ Պարապ, ժամավաճառություն։ Ես իմիջիալոց այդ Աստանայի վերաբերյալ այստեղ թեմաները մի քիչ հերթականությունը գուցե չհամապատասխան է, որովհետև լսելու ընթացքում անընդհատ գրառումներ երեցի։ Ես չեմ կասկածում եմ, որ Նազարբայևը կոնկրետ նամակ է ստացել Ալիևից։ Ուղղակի այնտեղ ներքին ուրիշ պայմանավորվածություն երևի կա, սիգել է զուտ իմ սուբյեկտիվ կարծիքը, որ այս հարցը բարձրացնենք, այսինքն ոչ թե նախագահները հավաքվել էին կոնկրետ հարց ուզելու, այլ հենց Հայաստանի դեմ գործելու համար էին հավաքված։ Եվ դա կանխավ իմ կարծիքով, կանխավ պայմանավորված էին։ Իսկ առանց Ադրբեջանի, առանց Ղարաբաղի Եվրասիական, սա չի նշանակում, որ երկրորդ անգամ այդպես է սերտ ասատիչ, այսինքն նա պաշտոնական թուրք կվերցնի, որ գրի, որ Ղարաբաղը մենք չի վերջ։ Հետո դա ինչ իրավունքներ կտա այդ Եվրասիական պաշտպանության միությանը։ Արտելի Մարը, գիտեք դրա պատճառը որն է, որ ինքը պես հայտարարություններ չունի, որովհետև ինքը Ղարաբաղում ոչ կրվել է, ինքը չի մասնակցել կռիվներին։ Եթե ինքը մասնակցած Սերժ Սարգսյանը, եթե մասնակցած էր մեր կռիվներին, ինքը պես հայտարարություն չէր անի։ Առնվազն կհարկեր այն զոհված ազատամարտիկների այրան գինը, որ այսօր եռաբլուրում է։ Դրա համար ինքը պես հայտարարություններ կանի։ Եվ քանի որ ինքը միայն փողի խնդիր ունի, դրամի խնդիր ունի, կուտակելու խնդիր ունի, թալանելու խնդիր ունի, բացարձակ իրան չի ինքը մի ժամանակ առաջ հայտարարություն, այո ժողովուրդ ջան, քանի գնա պիտի վադանա, մենք մոռացել ենք այդ հայտարարությունը, հերոստացիություն է հայտարարել։
Այո, քանի գնա պիտի վատանա։ Այսինքն գոտիները դա ավելի ցտեք։ Այսօր նույն այդ կազմակերպությունն է ինչ որ բարաբների ժողովը հավաքված են, քննարկել են որ ինչ որ էլեկտրոկայանները վնասով են աշխատում։ Եղբայր, հարևանս տոկոսով փող է վերցրել, բանկին պարտի է մնացել, ինքը Եսերտան պարտին է բաժին իրա։ Ես ինչ գործում եմ իրաց տոկոսների ինչ որ ներդրումների հետ։ Այդպես աբսուրդ է մեր կառավարությունը։ Հա, դրսում Սփյուռքում ապրող հայերի մասին։ Սփյուռքի հայերից շատ քչերը, բայց փառքասոր եկան Ղարաբաղի ազատամարտին մասնակցեցին։ Մենք ինչ կնահատեցինք դիք։ Ես կրնամ կոնկրետ անուններ տվել։ Ինչպես է այսօր մեր կառավարությունը գնահատում Սփյուռքից եկած ազատամարտիկներին։ Բացարձակ ոչինչ ընդհանրապես մի բան է վնաս է տալիս։ Եվ դուք ուզում եք որ Սփյուռքը մեզ հետ համագործակցի ինչ որ հարցում։ Ինչի որ պարտք են։ Չնայած որ ես չեմ արտարացնում որ Սփյուռքում մենք այդքան հայեր ունենք ապրող։ Դա արդեն ներքին համոզմունք է։ Ինչ Սփյուռք հասկացած չէ, մենք պարտք ենք, դա հայ է։ Ինձ նման ես գաղթել եմ պապս Վանից Երևան, նրա պապը գնացել է ասեք Սիրիա։ Ես այդ հարցում համամիտ եմ ձեզ հետ, Հարգելի Մարդ։ Ձեզ հետ համամիտ եմ։ Ձեզ հետ համամիտ եմ, բայց այսօր կա ունենք այդ ինչ որ ունենք, չէ՞, փաստացի մենք ունենք Սփյուռքի հայություն։ Բայց որովհետեւ մենք իսկապես հրյալ կարողանանք այդ ուժը օգտագործել։ Մենք դա կոնկրետ քայլեր դիմենք, ոչ թե ժամավաճառությամբ եւ պարապ սերվիսներով զբաղվենք։ Դրա համար էլ արդյունքը ես եմ։ Քեսամի պատմություն է, խնդրեմ։ Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ է ինֆորմացիա, որ ըստեղից կոնկրետ այստեղից եւ Ամերիկայից ինչ որ կուսակցության ներկայացուցիչներ թույլ չտվեցին որ քեսապցիները նույնիսկ ինքնապաշտպանությամբ զբաղվեն, որովհետեւ քեսապցիներին 2 ամիս առաջ լուսացրել են պատրաստեք ձեր վրա հարձակում կլինի։ Չէին թողել, հենց հայերը։ Դա դավաճանություն չէ։ Եթե այսօրվա դրությամբ մեր ագրարական հաղորդումն ենք, հիշում եք այդ ագրարական հաղորդումը, մի ժամանակ անցկացնել։ Հերոսացիով ժամը 12-ից հետո։ Ես հաղորդավարի անունն եմ մոռացել, բայց Համալսարանի պատմական ֆակուլտետի ռեկտորը հայտարարում է, որ աբսուրդ։ Որտեղ Վարդան Մամիկոնյանը մամլուկների ցեղից է, չինացի է, հայ չէ։ Ադրբեջանցիները թուրքերը աշխարհի գերազորներին թուրքացնում են, ադրբեջանացնում են, մենք մեր սուրբ Վարդանին 15 ինչ որ մի չգիտեմ։ Եվ այդ հաղորդումը տարածվում էր ամբողջ Սփյուռքում։ Աբսուրդ չէ։ Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել։ Շատ էլ պատմական փաստ է, ինչ բարդատերն ամեն ինչ բացահայտվի։